Վենեսուելայի առաջնորդն ու նրա տիկինը 3 Նյու Յորքի դաշնային դատարանում չեն ընդունել թմրանյութերի միջոցով ահաբեկչության դավադրության եւ ներկայացված մյուս մեղադրանքները։ ԱՄՆ իրավապահների հատուկ գործողության ժամանակ շաբաթ կարակասում ձերբակալված եւ ավելի ուշ ԱՄՆ տեղափոխված Նիկոլաս Մադուրոն պնդել է, որ անմեղ է եւ դեռ ինքն է Վենեսուելայի նախագահը։ 63-ամյա առաջնորդը հանգիստ է եղել մոտ 40 րոպե տևած դատական ողջ նիստի ընթացքում։ Նույնիսկ երբ դահլիճում ներկաներից մեկը բղավել է, թե նա կվճարի իր հանցագործությունների համար։ Ես նախագահն եմ եւ ռազմագերի իսպաներեն պատասխանել է Մադուրոն։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 17-ին։ Երեկվա նիստից առաջ դատարանի շենքի մոտ տասնյակ ցուցարարներ էին հավաքվել ինչպես Մադուրոյի աջակիցներ, այնպես էլ ընդդիմախոցներ։ Գնա Վենեսուելա, որ տեսնես, թե ինչպես է մայրդ ստիպված 3-4 օր հերթ կանգնում մեկ տոպրակ ալյուրի համար։ Դա սուտ չէ, դա ճշմարտություն է։ Մենք այստեղ ենք, որպեսզի ասենք ազատ արձակեք Մադուրոյին։ ԱՄՆ-ն իրավունք չունի Վենեսուելայի նախագահին ու նրա տիկնոջը Սիլիա Ֆլորեսին պահելու ԱՄՆ դատարաններում։ Մեղադրանքները կեղծ են ու նպատակ ունեն քողարկել քաղաքական իրական օրակարգը, իշխանափոխություն։ Ու մինչ Մադուրոն չի ընդունում մեղադրանքը, նրա դաշնակից Վենեսուելայի փոխնախագահը 3 պաշտոնապես երդվել է որպես ժամանակավոր նախագահ։ Մասնավոր հատվածի հետ իր սերտ կապերով եւ իշխող կուսակցությանը նվիրվածությամբ հայտնի 56-ամյա Դելսի Ռոդրիգեսի երդումն ընդունել է ազգային ժողովի նախագահը, որը նրա եղբայրն է։ Ռոդրիգեսը խոստացել է ապահովել միասնություն, սոցիալական բարեկեցություն, քաղաքական կայունություն, անվտանգություն եւ երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի ձերբակալումից հետո վճռականորեն աջակցել էր նրան, երեք էլ ԱՄՆ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել, ասել թե ցավում է Մադուրոյի եւ նրա տիկնոջ առևանգման համար։ Ես ցավով եմ ստանձնում այս պաշտոնը երկու հերոսների՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ առաջին մարտիկ, առաջին տիկնոջ Սիլիա Ֆլորենսի առևանգման պատճառով, որոնք պատանդ են պահվում ԱՄՆ-ում։ Բայց պետք է ասեմ, որ ինձ համար նաեւ պատիվ է երդվելու բոլոր վենեսուելացիների անունից։ Նույնիսկ Ռոդրիգեսի երդման արարողությունից հետո Միացյալ Նահանգների նախագահը NBC News-ին ասել է, որ ինքն է պատասխանատու Վենեսուելայի կառավարման համար։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 3 արտակարգ նիստ է գումարել քննարկելու Վենեսուելայում ԱՄՆ գործողությունները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Վենեսուելային ԱՄՆ հարվածների, նախագահ Մադուրոյի ձերբակալման եւ երկրում անկայունության հնարավոր աճի վերաբերյալ։ Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը նրա անունից ընթերցել է նրա տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։ Ավելի քիչ որոշակի է Վենեսուելայի մոտ ապագան, խորապես մտահոգված եմ հնարավոր սրացմամբ, երկրում անկայունությամբ, տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությամբ եւ այն նախադեպով, որը դա կարող է ստեղծել պետությունների միջև հարաբերությունների կարգավորման համար։ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը դատապարտել է Վենեսուելայում ԱՄՆ գործողությունները, նշելով, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը։ Վասիլի Նեբենզյան ԱՄՆ-ին կոչ է արել անմիջապես ազատ արձակել Մադուրոյին եւ նրա տիկնոջը։ ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանն էլ ասել է, որ Պեկինը մեջբերում եմ խորապես ցնցված է եւ խստորեն դատապարտում է Միացյալ Նահանգների միակողմանի, անօրինական եւ ահաբեկչական գործողությունները։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանել է, որ ԱՄՆ-ն չի պատերազմում Վենեսուելայի կամ վենեսուելացիների դեմ, ոչ էլ գրավում է այդ երկիրը։ Ըստ Մայք Ուոլցի, իրավապահները Մադուրոյին եւ նրա տիկնոջը ձերբակալելու հատուկ գործողություն են իրականացրել օրինական մեղադրանքների հիման վրա, որոնք գոյություն ունեն տասնամյակներ։ Միացյալ Նահանգները ձերբակալել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված մի անձի, որն այժմ դատարանի առաջ է կանգնելու ԱՄՆ-ում։ Օրենքի գերակայությանը համաձայն մեր ժողովրդի դեմ 15 տարի շարունակ կատարած հանցագործությունների համար։ For the crimes he's committed against our people for 15 years.